Խրիմյան հայրիկը ինքը վանահայր էր, եկեղեցու հայր էր, որը վարագավանքում էր, այնտեղ հիմնեց Վանի շրջանում ժառանգավորած վարժարանը, սերունդ էր կրթում, արծվի վասպուրական թերթներ հրատարակում, ինչ էր անում այդ մարդը, բացի այն, որ ինքը եղել է Պոլսի պատրիարք, ամենայն հայոց կաթողիկոս, ինքը հայրենասեր եւ իր հողին տեր կանգնող սերունդ էր դաստիարակում։ Նա իր թերթերում, իր գործերում փորձում էր ամեն ինչ կենտրոնացնում էր հողի վրա։ Նա հայերի հողը ներկայացնում էր բերի, ներկայացնում էր հին, ներկայացնում էր նաև ինչ էր անում, նա փորձում էր այն ինչ որ Օսմանյան պետությունը մեզ պարտադրել էր մեր ինքնությունը, դրա հակառակն էր անում։ Այսինքն մեր ինքնության մեջ վերադարձնում էր հողը, հողի գաղափարը, հայրենիքի գաղափարը։ Հայկական հողը ներկայացնում էր հին, որովհետև հայկական հողի վրա էին մարտնչել, հայկական հողի վրա էին հայերը կռվել եւ այդ հողի հետ իրանք երկար պատմություն ունեին։ Սուրբ էր, որովհետեւ այդ հողի վրա այուն էր թափվել եւ այդ հողի նշանակությունը ոնց որ ավելի էր մեծացել։ Այսինքն քո պատմությունը, քո նախնիների պատմությունը ամբողջությամբ կապված էր այդ հողի հետ։ Եվ բերի էր այդ հողը, բերի էր ներկայացնում